Հեղեղուկ իրավիճակ, այսպես է բնութագրում ամերիկյան պետքարտուղարությունն Ազատություն ռադիոկայանի, Ամերիկայի ձայնի եւ նախորդ շաբաթավերջին լուծարված գլոբալ մեդիայի գործակալության կազմում գործող մյուս լրատվամիջոցների շուրջ ստեղծված կացությունը։ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսը երկուշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդպես էլ չպատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերաբերում ամերիկյան օտարերկրյա հեռարձակումների փաստացի դադարեցմանը։ Սա հեղեղուկ իրավիճակ է եւ ես անհամբերությամբ սպասում եմ դրա հանգուցալուծմանը, պետք է հասկանալ, որ սա լուրջ խնդիր է, որը վերաբերում է հարկատուների գումարները ծախսելուն։ Ստիպված եմ կրկնել, իրադրությունը հեղեղուկ է եւ մենք ավելի շատ տեղեկատվություն կունենանք, երբ այն կգտնի իր լուծումը։ Արդեն երրորդ օրն է, ինչ Բրյուսելում Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանի հնարավոր փակումը կանխելու տարբերակներն են քննարկում նաև Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները։ Ամերիկյան ֆինանսավորումը եվրոպականով փոխարինելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ազատությունն արդեն 30 տարի իր մայրաքաղաքում հյուրընկալող Չեխիան։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքով, սակայն Եվրամիությունն առայժմ ոչ թե կոնկրետ որոշումների կայացման, այլ տարբերակների քննարկման փուլում է։ Մենք կդիտարկենք, թե ինչ է կարելի անել։ Տարբերակներից մեկը ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին տրամադրվող միջոցների բազմապատկումն է։ Չեխիայի արտգործնախարար Լիպավսկին նույնիսկ առաջարկում էր գնել այդ լրատվամիջոցները։ Մենք այժմ քննարկումների փուլում ենք, սակայն որևէ կասկած չկա, որ սրանք արժեքավոր կառույցներ են, որոնց առաքելությունը պետք է շարունակվի։ Այսօր Չեխիայի նախաձեռնությանը միանալու մասին հայտարարեցին նաև շվեդերը։ Մենք այսօր մեր աջակցությունը կհայտնենք չեխական նախաձեռնությանը, Շվեդիան դրա համահեղինակներից մեկն է։ Մենք պետք է այնպես անենք, որ Ազատ Եվրոպա ռադիոկայանը շարունակի ազատության եւ ժողովրդավարության ձայն հանդիսանալ, հատկապես այն երկրներում, որտեղ դա անհրաժեշտ է։ Ամերիկյան ֆինանսավորումից զրկված լրատվամիջոցների գործունեությունը եվրոպական հիմնադրամերի օժանդակությամբ շարունակելու օգտին է հանդես գալիս նաև պաշտոնական Բրյուսելը։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն X-ի իր օգտահաշվում այսօր գրել է, որ Եվրամիությունը պետք է միջոցներ գտնի մեջբերում լրատվամիջոցի երկարաժամկետ ֆինանսավորումն ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Եվրամիության կողմից Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանին օժանդակություն տրամադրելու չեխական առաջարկին պաշտոնապես կողմ են արտահայտվել Եվրամիության անդամ 27 պետություններից եւս 9՝ Լեհաստանը, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Սլովենիան, Նիդերլանդները, Շվեդիան եւ Բալթյան 3 պետությունները։ Ազատության աշխատանքի դադարեցումը կանխելու կոչերով շարունակում են հանդես գալ նաեւ միջազգային լրագրողական կազմակերպությունները։ Մամուլի միջազգային ինստիտուտը դատապարտել է Թրամփի որոշումն, ընդգծելով, որ այս քայլը կամրապնդի բռնապետերի դիրքերը եւ միլիոնավոր մարդկանց կզրկի հավաստի այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Գլոբալ մեդիայի գործակալության լուծարման որոշումը քննադատում են անգամ Դոնալդ Թրամփի որոշ աջակիցներ։ Մի կարճ շրջան որպես Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանի նախագահ պաշտոնավարած Թեդ Լիպիենը ամերիկյան ներքաղաքական խնդիրները լուսաբանող The Hill կայքում հրապարակված հոդվածում նշել է. Կասկած չկա, որ վերջին տարիներին այս գերատեսչությունները մեծապես տուժել են սխալ կառավարման հետևանքով, բայց դրանց հեռարձակման դադարեցումը չէ այս գործակալություններում տիրող իրավիճակի բարելավման ուղին։ Հակառակը, դա նվազեցնում է այն օգուտը, որ քաղում էր Միացյալ Նահանգները այս կառույցների գործունեության արդյունքում։ Կոնգրեսի հանրապետական եւ դեմոկրատ անդամները պետք է ճնշում գործադրեն Սպիտակ տան վրա, որպեսզի այս հեռարձակողները օր առաջ վերսկսեն իրենց աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ հարկավոր է աջակցել գործող վարչակազմի այն ջանքերին, որոնց նպատակը անգործունակ եւ ուռճացված բյուրոկրատական ապարատի վերափոխումն է լինելու։ Սպիտակ տան կողմից գլոբալ մեդիայի գործակալության հատուկ խորհրդական նշանակված Քերի Լեյքը սակայն պնդում է, չնայած քննադատություններին, ինչպես նաև պնդումներին, թե կոնգրեսի կողմից հատկացումների սառեցումը գործադիր իշխանության կողմից հակասում է ամերիկյան օրենսդրությանը, իրենք նահանջել չեն պատրաստվում։ We're going to continue to move forward and do what the president's executive order is. We've got to reduce the size of the bureaucracy.